Տարիներ առաջ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա ընդունվելը շրջադարձային էր փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Էմիլ Գաբրիելյանի համար։ 2014 թվականին դեռևս ոչ լիարժեք պատկերացում ունենալով փրկարարի գործունեության մասին նա առաջին քայլերն արեց մի համակարգում, որտեղ ամեն ինչի հիմքում մարդկային կյանքն էր։ Տարիների բարեխիղճ աշխատանքի արդյունքում Էմիլ Գաբրիելյանը ճանաչվել է 2024 թվականի լավագույն հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար։ Ընկերներ ունեինք, որ ծառայում են, իրանց պատմածով պատկերացումներ ունեինք սկզբնական շրջանում, որ ասեմ շատ տարբերվում էր իրանց պատմածից, չէր տարբերվում, ուղղակի որ անմիջական արդեն մենք ենք ելնում այդ դեպքի վայրում, մենք ենք ինչ-որ գործողություններ իրականացնում, արդեն զգացողությունները ուրիշ է։ Հիշում է ըստ աստիճանակարգության հերթով բոլոր պաշտոններում ծառայել է ու քաջատեղյակ է յուրաքանչյուր ծառայողի հոգեբանությանը, մտահոգություններին, իսկ բարդ կանչերը հատկապես այնպիսիք, որոնք իսկապես դիպել են սրտին, մինչ օրս մնացել են հիշողության մեջ։ Բարդ կանչերից կհիշեմ, ես Սուրմալուի կանչը կհիշեմ, Ձյունիկի կանչին եմ մասնակցել, Գազպրոմի մոտ մեծ պահեստներ էր վառվում, մի քանի հազար մետր մակերեսով պահեստներ էր, այդ պահեստների հրդեհաշիջման աշխատանքներին, որպես բարդ հրդեհաշիջման այդ աշխատանքներին ենք մասնակցել, Դոմուսի, Իսակովի պողոտայի վրա Դոմուսի հրդեհաշիջման աշխատանքներին ենք մասնակցել։ Յուրաքանչյուր դեպքն էլ ես կասեի բարդություն ունի, ուղղակի կան ավելի բարդ դեպքեր, որոնց էլի մեր փրկարարները մենք պատրաստ ենք, փորձում ենք այնպես անենք, որ մարդկային կորուստներ չլինեն։ Հենց այսպես ամենօրյա կարգապահ ու թիմային աշխատանքի շարունակ կրթվելու ու մասնագիտական հմտությունները կատարելագործելու ուղիով ընթանալը տվել է ցանկալի արդյունքներ։ Էմիլ Գաբրիելյանը երբեք առաջնորդ չի եղել միայն ըստ կոչման, մշտապես եղել է ջոկատի կողքին այնտեղ, որտեղ ամենաշատն էր անհրաժեշտ։ Վտանգավոր կանչերից մինչև խաղաղ հերթապահություն։ Ամեն մանրուք կարևորվել է, որովհետև վստահությունն առաջանում է հենց այդ մանրուքներից։ Խստապահանջ է եղել նախ եւ առաջ իր հանդեպ, ապա մյուսների։ Ժամանակի ընթացքում նրա շուրջ ձևավորվել է մի թիմ, որտեղ ամեն մեկն իր տեղում է, գիտի ինչ անել եւ ամենակարևորը ինչու։ Վստահեցնում է, լավագույն հրամանատարը ծառայողի ընկերն է։